Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Պարոն Նահապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, ռուս-ամերիկյան բանակցություններին անդրադառնանք, Ստամբուլում կայացավ բանակցություններ, որոշակի ելք չի նախանշվում, կարծես թե այդ բանակցություններից, ամեն դեպքում քանի դեռ պատերազմը շարունակվում է, նշանակում է կողմերը համաձայնության չեն եկել։ Այսօր երեկոյան նախատեսված է նաև Ռուսաստանի ղեկավարի եւ Միացյալ Նահանգների նախագահի հեռախոսազրույցը, ինչու հնարավոր չի լինում գալ համաձայնության։ Նախ այնինչ որ տեղի ունեմ Ուկրաինայում 2022-ի փետրվարից Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից դիտարկվում էր որպես հատուկ ռազմական գործողություն։ Առաջին անգամ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահը տվեց այլ որակում՝ պատերազմ։ Շատ էական տարբերություն կա, որովհետև հատուկ ռազմական գործողության ժամանակ սահմանափակվում են այդ գործողության մասնակից անձնակազմի թվաքանակը, ռազմական տեխնիկայի տեսակները եւ թիրախները։ Պատերազմի ժամանակ այդ բոլոր սահմանափակումները դուրս են գալիս, իսկ դրա մասին Ռուսաստանի նախագահը ասաց, երբ երրորդյա հրադադարի ռեժիմ էր հայտարարվել մայիսի 9-ի տոների հետ կապված եւ գիշերը ժամը 12:00 ինքը գնահատական տվեց, ասուլիս արեց գիշերային եւ հատուկ գիշերային, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահը ու եթերում նաեւ իրեն լսի, եւ որակեց ռազմական գործողություններ, մարտական գործողություններ, պատերազմ։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ երկու այլ ուժային կենտրոնից նետված մարտահրավերը Ռուսաստանի Դաշնության նախագահը ընդունեց։ Այդտեղ կա 3 ուժային կենտրոնների շահերի բախում։ Առաջինը Ռուսաստանն է, ակնհայտ է, երկրորդը հավաքական Եվրոպան է Բրիտանիայի առաջնորդությամբ, ինչ որտեղ նաև Ֆրանսիայի, ես իմ խոսքում կասեմ, եւ երրորդը Միացյալ Նահանգներ։ Սրանք տարբեր ուժային կենտրոնների սպասարկում են տարբեր շահեր։ Եթե Եվրոպան եւ Բրիտանիան ցանկանում են, որոնք ներկայացնում են գլոբալիստների իշխանությունը, որոնք Միացյալ Նահանգներում ընտրություններում պարտվեցին։ Գլոբալիստները պարտվել են, բայց երկու սյուն կա, մեկ սյունը դա Բրիտանիայի կառավարությունն է, հա։ Նրանց խնդիրը այդ պատերազմը շարունակականությունը ապահովելն է, որը ամենայն հավանականությամբ կլինի պատճառ, որպեսզի 1.5 տարի կամ ավելի քիչ ժամանակ հետո Միացյալ Նահանգների կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետական կուսակցությունը պարտվի, որը կլինի նախապայման, որպեսզի եւս 2 տարի հետո ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուն պարտվի։ Սա շատ ակնհայտ է։ Ուստի եւ այն քայլերը, որ անում է եվրոպական երկրները, կոնկրետ Եվրամիությունը եւ Բրիտանիան, իրենց խնդիրը ռազմական գործողությունները շարունակելն է։ Ընդ որում իրենց համար անսպասել էր Ռուսաստան Դաշնության նախագահի բանակցությունների սեղանի շուրջ նստել Ստամբուլում այդ առաջարկությունը եւ որպեսզի դա վիժեցվեր, այսպեսի քայլ արեցին։ Օրուկես Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը Ստամբուլում սպասեցնել տվեցին։ Դա նոնսենս է։ Ու պատկերացրեք, եթե այսպեսի զուգահեռ տանեմ 45 թվական, ասենք մայիս ամիս, Ժուկովը, որը պոտենցիալ հաղթանակած, որտեղ համաշխարհային պատերազմը մայիսին չի ավարտվել 45-ի, այլ շարունակվել է։ Բայց պոտենցիալ հաղթող խորհրդային միության ղեկավարը պետք է հանդիպի Գերմանիայի ցամաքային զորքերի հրամանատար Քեյթելի հետ, որը պիտի ստորագրի կապիտուլյացիայի պայմանագիրը։ Եվ Քեյթելը 1.5 օր հետո է հանդիպում Ժուկովին։ Ես կարծում 10 րոպե հետո ուղղակի այդ բանակցությունները կամ այդ հանդիպումը չեղարկվում էր, դրանից բխող պարտվող կողմի համար ամենածանր ոչ ցանկալի հետևանքներով, բայց Ռուսաստանի պատվիրակությունը օրուկես սպասեց։ Այսինքն սա որոշակի առումով Ռուսաստանի ղեկավարությանը եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նվաստացման ճանապարհի մեջ մտցնելն էր։ Ինչու՞։ Որտեղ ամենայն հավանականությամբ նույն եվրոպական երկրների ռազմական ստրատեգները, այդ թվում նաեւ Բրիտանիան հաշվել են, որ ռազմական առումով հնարավոր չէ Ռուսաստանին հաղթել, բայց կարող են նաեւ հաղթել քաղաքական դիվանագիտական ոլորտում։ Այսինքն վերջն արդյունքում ստեղծել մի վիճակ, որտեղ Ռուսաստանում առաջանա այն գործընթացները, ինչ եղավ 1917 թվականի փետրվարին, այսինքն 5-րդ, 6-րդ շարժություն, այնքանով որ մնացել են, իսկ հիմնականում կշիռ ունեցող։ Կներեք, պարոն Նահապետյան,
Ակնհայտ է, որ այո, ինչպես նշում եք, եվրոպացիները արևմուտքը ցանկանում է դանդաղեցնել այդ պատերազմի կանգնեցումը, բայց Ռուսաստանն ինչի է ձգտում, այսինքն Ռուսաստանը շահերից բխում է այս փուլում երկարաձգել այս պատերազմը, ինչ պայմաններ է առաջնային համարում, առանց որի չի ցանկանում Ռուսաստանը դադարեցնել պատերազմը։ Նախ Ռուսաստանի համար, եթե ինքը դիվանագիտական, քաղաքական այն լուծումները կամ այն մոտեցումները, որ առաջարկում է Եվրոպան, եթե ինքը ընդունի, դա իր համար պարտություն է։ Եվ շատ մեծ հավանականություն կա, որ Ռուսաստանում լինի իսկապես ռազմական հեղաշրջում։ Ուղղակի բանակը ապստամբի Ռուսաստանի քաղաքական ղեկավարության դեմ։ Հաշվի առնելով, որ եթե Ստամբուլում 22 թվականի այդ բանակցությունները, որ վարվում են, այո, նույն Ուկրաինայի, Ռուսաստան չուներ այդքան կորուստներ, հա, մարդկային ակնհայտ է։ Երկրի տնտեսություն վիճակը այդքան ծանր չէր, պատժամիջոցներ հազարավոր, տասնյակ հազարավոր չկային եւ այլն, հա։ Նա Ռուսաստանը որոշակի կորուստներ ունեցել առարկայական, խիստ առարկայական, եւ դրանից հետո դիվանագիտական քաղաքական մոտեցումներով արևմուտքի թելադրմամբ իրենց պահանջները, պայմանները կատարել, դա Ռուսաստանի ղեկավարության համար պարտություն է, որը կարող է ամենայն հավանականությամբ նախադրյալ լինել, որովհետեւ Ռուսաստանում 5-րդ շարասյունը, որը, այսպես ասենք, առավել կշիռ ունեցող անձինք են, դրանք օլիգարխիկ համակարգն են, որը կա, դրանք մեծահարուստներն են, եւ պատերազմից որոշակի դժգոհություն ունեցող Ռուսաստանի քաղաքացիները, որոնք կորուստներ ունեցել, որոնց տնտեսական վիճակը ոչ այդքան բարվոք է եւ այլն։ Ուրեմն արևմուտքի ուզածը դա է, հա, ակնհայտ է։ Հիմա Ռուսաստանը, եթե գնա այդ զիջումներին քաղաքական դիվանագիտական առումով, հա, իր մոտ ներքին լուրջ խմորումներ կլինեն։ Եվ սա Պրիգոժին երկու տարբերակը չի լինի, այստեղ ամբողջ բանակը կարող ապստամբել։ Եվ դա Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում, բայց մյուս կողմից էլ ինքը չի կարող պատերազմը անընդհատ շարունակել, եթե վերջնարդյունքում ինքը չի տեսնում ինչ պայմանների դեպքում պատերազմ կարող է կանգնել։ Թեև հրապարակավ, օրինակ ո՞րն է առաջնայինը, ՆԱՏՕ-ի անդամ չդառնալ Ուկրաինայի, ո՞րն է։ Սա առաջին, ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ն 97 թվականի սահման է, Արևելյան Եվրոպայից դուրս կա։ Բայց ամենակարևորը դելիմիտացիան, դեմիլիտարիզացիան եւ դենացիֆիկացիան։ Ուկրաինայի իշխանությունները պետք է փոխվեն, նացիստական իշխանությունները պետք է ձերբակալվեն։ Չեզոք երկիր դառնա։ Այո, չեզոք եւ ամենակարևորը Ռուսաստանը կարծում եմ մարտավարական առումով երկու խնդիր է լուծելու։ Դրանից բացի Սև ծովից պետք է կտրի Ուկրաինան, այսինքն Օդեսայի եւ Նիկոլաևի մարզերը պետք է ամբողջությամբ կամ միացվեն Ռուսաստանին, կամ դառնան չեզոք գուֆերային գոտի, կամ տարածքներ, որոնք, ասենք, ազատ տնտեսական գործունեության, բայց Ռուսաստանի հսկողությամբ տարածքներ լինեն, որը Ռուսաստանը այնքանով է կարող, որ Օդեսան, եթե այդպեսի լինի, այսինքն Ուկրաինայի հսկողությունից դուրս գա, նշանակում է Ռուսաստանը Օդեսայից ցամաքային ճանապարհ կունենա Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության 250,000 բնակության հետ, որը այսօր անկլավում է, այո, ոնց որ Արցախում մեր հայրենակիցները, այնպես էլ այդտեղ Մոլդավիայում են, դրանք անկլավի մեջ են գտնվում։ Եվ ես չեմ բացառում, որ Դնեպրի ամբողջ ձախապը ամբողջովին պիտի վերցվի։ Սումայի մարզը, Խարկովի, Դնեպրոպետրովսկը, ես չեմ բացառում նաև Կիևը, այն առումով, որ Կիև վերջին հաշվով ինքը ոչ միայն մայրաքաղաք է, այլև համարվում է ռուս ժողովրդի համար խորհրդապաշտական, վերջին հաշվով Ռուսաստան որպես այդպեսին Կիևից է, հա, եւ քրիստոնեության, եւ ակունքները, եւ արմատները, եւ պատմական հիշողությունը Կիևի հետ է, հա, կապվում։ Այսինքն սա նվազագույնը։ Բայց այս պայմաններով Ուկրաինան կգնա հրադադարի, որովհետեւ դա ստացվում է կապիտուլյացիան էլ շատ ծանր հետևանքներով։ Ծանր չէ, դա ես միջանկյալն եմ ասում։ Ծանր շատ ավելի ծանր կա, հա, ամբողջ Ուկրաինան վերցնելն է։ Եվ բանդերովական շրջաններ ուղակի հանձնել Հունգարիային, Լեհաստանին ուղակի նվեր տալ, որտեղ ժամանակին այդ պետությունների տարածքները եւ բնակչություններն էլ սկզբունքորեն իրենց չեն էլ ընկալում ոչ առանձնապես սլավը, ոչ ուղղափառ քրիստոնյա, այո, ավելի ծանր դա է։ Բայց այնուամենայնիվ այդ հրադադարի ռեժիմը 30 օրվա կամ 90 օրվա հայտարարումը դա Ռուսաստան իհարկե ձեռք չի տալիս։ Վստահաբար այդ հրադադար ռեժիմը եվրոպական երկրները օգտագործել են ուկրաինական բանակը զինելու, վերազինելու եւ այլն։ Ավելին ասեմ, մեր տեղեկատվական հոսքերում առանձնապես ես չնկատեցի, Մակրոնը փաստորեն լինելով
եվրոպական երկրներից գործնականում միակ միջուկային տերությունը, այսօր Բրիտանիան ինքը միջուկային տերությունն է այնքանով որքան է, որտեղ այդ մի քանի տասնյակ հրթիռներ ուղղակիորեն կառավարվում են ԱՄՆ-ի կողմից, Պենտագոնի, իսկ այն մոտ 200 հրթիռ, որը ունի Ֆրանսիան, դա իր հրթիռներն է եւ իր զինված ուժերի հրամկազմի կողմից է կառավարում։ Մակրոնը հայտարարել է, որ եվրոպական շատ երկրներ իրենք կարող են Ֆրանսիայի միջուկային հովանոցի ներքո գտնվել։ Սա նշանակում է, որ Ֆրանսիան պատրաստ է ամբողջ եվրոպական տարածքներում, մասնավորապես առաջնահերթին Լեհաստանում, մեծ Բալթյան հանրապետություններում, Ուկրաինայում եւ այլն այդ միջուկային մարտագլխիկներով հրթիռները տեղադրել։ Այսինքն իրենք էսկալացիան բարձրացնում են նոր աշխարհի, այսինքն միջուկային պատերազմի սկիզբ։ Իսկ սկզբունքորեն պատկերացրեք, որ այդ վիճակը, եթե տեսականորեն նայենք, որ իսկապես միջուկային բախում կլինի, ասենք կարող է մոտ 20-30 միլիոն այդ 150 մարտագլխիկ, որոնք սուզանավերի վրա են եւ ոչ թե ինքնաթիռների, մոտ 50-ը ինքնաթիռների վրա են, այդ 150-ը էֆեկտիվ աշխատեն, մոտ 20-30 միլիոն Ռուսաստանի քաղաքացի կարող է զոհվել, քաղաքներ ավերվել, բայց ոչ ամբողջ Ռուսաստանը, դա ինչ որ մի մասը, հա, իսկ 500 միլիոնանոց Եվրոպան եւ ամբողջ եվրոպական մայրցամաքային Եվրոպան դրան գումարեց նաեւ Բրիտանիա, ամբողջովին կոչնչանան։ Վերջ։ Ռուսաստանի ղեկավարի եւ Միացյալ Նահանգների ղեկավարի հարաբերություններում մենք նկատում ենք, որ Թրամփը բավականին լավ է, այսպես շփվում Ռուսաստանի ղեկավարի հետ, եթե կա այսպիսի շփում, ուրեմն ի՞նչն է Թրամփի հիմնական պահանջը, որի շուրջ Ռուսաստանը համաձայնության չի գալիս դեռևս։ Թրամփը ցանկանում է խաղաղություն իր պայմաններով, ԱՄՆ-ի պահանջներով եւ պայմաններով։ Ռուսաստան չի ցանկանում։ Իդեպ ասեմ, օրինակ, այս վերջերս ապրիլի վերջին Էստոնիայում 5 հրթիռային արձակման կայանքներ է տեղադրվել բալիստիկ հրթիռների, որոնք կարող են ցանկացած պահին իր վրա կրել նաև միջուկային մարտագլխիկներ։ Սա իդեպ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի ժամանակ անգամ նախագահ Բայդենի ժամանակ չէր։ Բայց Թրամփը հիմա Էստոնիայում տեղադրել է հրթիռներ, որոնք կարող են դյուրին կերպով օրինակ խոցել Ռուսաստանի հյուսային մայրաքաղաքը Սանկտ Պետերբուրգը, որտեղ տեղադրման վայրից մինչև հարվածի պահ 150 կիլոմետր է, իսկ այդ հրթիռները մոտ 300 կիլոմետր դյուրին կերպով էֆեկտիվ իրենք աշխատում են, այո։ Այսինքն Թրամփը մի կողմից ինքը կողմ է բանակցություններին, Ռուսաստանը կողմ է խաղաղության հաստատմանը, բայց մյուս կողմից ինքը ասում է իր պայմաններով։ Որոնք են դրանք։ Դե իր պայմանները, որ մասնավորապես ինքը կարող է ճանաչել միայն Ղրիմը։ Ոչ այն 4 մարզերը, որոնք Ուկրաինայի սուբյեկտներ էին եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինը ընդունեց որպես Ռուսաստանի տարածք, ոչ էլ իմ նշած Նիկոլաևը, Օդեսան, որը պոտենցիալ առումով ազատագրվել է։ Այսօր ռուսական զորքերը եւ Սումայում են գտնվում, եւ Խարկովում, եւ Դնեպրոպետրովսկում արդեն մտել են։ Էլ չեմ ասում, որ Նիկոլաև Օդեսան Ռուսաստանի համար խիստ կարևոր է։ Հիմա ԱՄՆ-ի նախագահը ինքը գիտեք ոնց ինքը փորձում է ուժի կիրառման սկզբունքով խաղաղություն հաստատել իր ծանր քաշային լինելու։ Եվրոպան Բրիտանիայի առաջնորդությամբ փորձում է այդ ուժի կիրառումով կամ պատերազմը շարունակել, կամ Ռուսաստանը ընդունի պայմաններ, որը կարող է Ռուսաստանում ներքաղաքական լրջագույն լարումներ եւ ցնցումների պատճառ դառնալ, այդ թվում նաեւ իշխանապողության։ Հիմա սա է, իրավիճակը սա է։ Եվ բնականաբար Ռուսաստանը ոչ Տրամփի առաջարկին է համաձայնվում, թեև իրեն փորձում են անընդհատ այսպես հանրային դաշտում նվաստացնել, քարոզչական դաշտում, ոնց եմ ասում, այդ օրուկես ուշանալը, դա Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ բավականին մեղմ ասած արհամարանքի նշան էր, եթե չասեմ ավելի վատ գնահատական։ Այսօր Ռուսաստանում ես իրազեկեմ բավականին լուրջ ներքին խորը դժգոհություններ կա այդ օրուկես սպասելու հետ կապված, այդ թվում նաև Պարիսպազորում գտնվող բավականին բարձրաշան զինվորականների կողմից։ Այսինքն դա նվաստացման փորձ էր։ Հիշենք Չերչիլի հայտնի խոսքը, հա, պատերազմի եւ անպատվության միջև։ Ընտրում ես անպատվությունը, ստանում ես պատերազմ։ Մոտապես Ռուսաստանին Բրիտանիան Ստամբուլում կայացած հավաքի ժամանակ, իսկ Ուկրաինայի ղեկավարության ուղղակիորեն ուղղորդում եւ կառավարում է բրիտանական հատուկ ծառայությունը, այստեղ Միացյալ Նահանգներն է, չի, հա, Բրիտանիան է կոնկրետ, եւ Ռուսաստան նման ձեռնոց նետվեց։ Հիմա Ռուսաստանը, ինչպես ասում են, դա փորձում է, հա, ինքը հասկանում էր, որ կարող է մի քանի ժամ սպասելուց հետո, եթե Ուկրաինայի պատվիրակություն չկա, իրենք թողեն հեռանան։ Իսկ դա նշանակում էր, որ պատերազմը շարունակվում է, ճիշտ է։
Ռուսաստանը ասում է, չէ, ես խաղաղության կողմնակից եմ, բայց եկեք քննարկենք բոլոր այն պայմանները, որ ես առաջարկում եմ։ Իդեպ այդ թվում նաև ՆԱՏՕ-ին չանդամակցությունը, այդ թվում նաև 97 թվի սահմանների հետ կանգնելը ՆԱՏՕ-ին, այդ թվում նաև Ղրիմ գումարած 4 մարզերը։ Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը նաև իմ նշած 4 մարզերի վերաբերյալ, ասենք որպես չեզոք գոտի։ Բայց չի ստացվի այնքան ժամանակ այդ բանակցությունները, քանի դեռ մեկ կողմը այդ ձեր նշած բոլոր պահանջները իր ներկայացնում է եւ ասում է բոլորն էլ պետք է բավարարվի։ Այսինքն այստեղ պետք է փոխզիջումային ինչ-որ տարբերակ լինի։ Այդ փոխզիջումային տարբերակը տարբերակին արդյոք կգնա Ռուսաստանը եւ արդյոք Միացյալ Նահանգները այստեղ իր դերակատարումը կունենա եւ ամեն ինչ կանի, որպեսզի ստացվի հրադադարը։ Ես էլ ինչ ասի, դա Ռուսաստանի համար փոխզիջումն է։ Դա Ռուսաստանի փոխզիջում է։ Ռուսաստանը կարող է ամբողջ Ուկրաինան նվաճել, իդեպ ասում։ Եվ ընդ որում, ես նորից եմ կրկնում, մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահ հատուկ ռազմական գործողությունը ռեսուրսները բավարար են, այսքան պատերազմից հետո։ Այո, հիմա գնում է ռեսուրսային պատերազմ։ Ռուսաստանի ռազմարտահայտական համալիրը ամբողջովին աշխատում է, ընդ որում իրեն չեն կարող մրցակցել անգամ եվրոպական բոլոր երկրները հավաքական առումով։ Սա առաջին, երկրորդ Ռուսաստանը ունի հիպերձայնային արագության փրթիռներ, ունի կինժալ, որը ցանկացած խորության վրա իջնում է, եւ Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի բարձր մոտիվացիան։ Նորից եմ ասում, Ռուսաստանի նախագահը պատական չէր, որ հատուկ ռազմական գործողությունը վերանվանեց, սա առաջին անգամ երբեք չէր եղել պատերազմ։ Այսինքն ինքը պատերազմ ասելով ասում է, ես կարող եմ հանել բոլոր սահմանափակումները, որը հատուկ ռազմական գործողություն իրավական առումով եւ միջազգային իրավունքով ին վրա դրված է, ես որպես պարտավորություն եմ վերցրել։ Իսկ դու գիտեք, որ եթե ինքը պատերազմի որակում տրվեց եւ օրենսդիր մարմինը Ռուսաստանը ընդունեց, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է, այդ ոչ միայն Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի հետ ուղղակիորեն, ապա Ռուսաստանում կարող ուներ զորակոչ համատարած, այսինքն 18 եւ գումարած, որոնք հիմա զորակոչվում են, բայց իրենք չեն մասնակցում հատուկ ռազմական գործողությանը, որը արգելք է։ Հիմա ինքը այդ արգելքը կարող է հանել, այսինքն մի քանի միլիոն զորակոչված, աստիճանաբար փորձարկություն ձեռք բերված ինքը բանակ է։ Ինքը միլիոնից ավել ռեզերվում թրծված մարտի դաշտ գնացած կամավորներ, պայմանագրայիններ ունի ինքը։ Եվ իրականում ճակատում կռվում է 10-15% Ռուսաստանի զինուժի։ Եթե դրան에 գումարենք մի քանի միլիոն այդ զորակոչը, որը պատերազմի հայտարարությամբ արգելքը հանվելու է եւ նրանց եւս կներգրավվի, ես կարծում եմ, որ իրավիճակը որակապես կփոխի։ Հետեւաբար արևմուտքը հստակ խնդիր է դրել մի քանի ճակատ բացել։ Իդեպ ճակատներից մեկը այն ինչ որ Էստոնիայում իդեպ տեղադրվեց այդ թրթիռները, երկրորդ ճակատը մեր մոտ է։ Հիմա մեր մոտ է հետ կապված, մինչ այս բանակցությունները շարունակվում են, փորձում են ելքեր գտնել, հետաքրքիր է, որ այս իրավիճակում Հայաստան է գալիս Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը։ Ձեր կարծիքով այս փուլում ո՞րն է այցի նպատակը, ինչու է Լավրովը գալիս։ Արևոտ դիվանագիտական որովիցե բանակցություններ մասնագիտական հանձնաժողովների խմբերի կողմից չեղել, որը կարծես թե գալիս է եւ վերջնական այդ պայմանավորվածությունները վավերացվի, այո։ Ես կարծում եմ Լավրովը գալիս է վերաճշգրտելու Հայաստանի օրվա իշխանությունների կեցվածքը, ինչի շուրջ արկա նոր իրողությունների, այնինչ ես որ ասում եմ, այո, իսկական աշխարհաքաղաքական այցի։ Այո, Բրիտանիայի կեցվածքը Եվրոպայով, այո, Միացյալ Նահանգները որպես արդեն առանցին շահեր ունեցող եւ շահեր հետապնդող երկիր, գլոբալիստների իշխանությունից այս կամ այն չափով դուրս եկած եւ Ռուսաստանի, այսինքն կան նոր իրողություններ։ Հիմա այս նոր իրողությունների պայմաններում Հայաստանի կեցվածքը, ես կարծում եմ, որ Ռուսաստանը հետամուտ է լինելու տարածաշրջանում 3+3 ձևաչափի կյանքի կոչելուն, այստեղ դրսի խաղացող պիտի չլինի, հիմնական խաղացողները դա Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան են, առանց դրսի խաղացողների եւ դրա լավագույն ցուցիչը օրերս արդեն իսկ հիմա այս պահին էլ գնում Ադրբեջանում Իրանի եւ Ադրբեջանի զինուժերի համատեղ զորավարություն, սա իմաստը ո՞րն է։ Այսինքն որ այս տարածաշրջանում դրսից խաղացող պիտի չլինի, իսկ Փաշինյանը որպես կառավարվող անձ հավաքական արևմուտքի Բրիտանիայի եւ իրեն շահերը տարածաշրջանում սպասարկող Թուրքիայի եւ Ադրբեջանի փաստորեն ճանապարհ է բացել Ֆրանսիայի եւ Բրիտանիայի եւ հատուկ ծառայությունների եւ բանակի ներգրավվածությանը տարածաշրջանում իրեն շահերի սպասարկման համար։
Եվ պատական չէր, որ վերջերս Տիրանայում նաև համաձայնություն ձեռք բերվեց, նաև որ Բրիտանիան դեսպանությունը կունենա ռազմական կցորդ, հա, եւ մեր պաշտպանության նախարարությունում Ֆրանսիայի զինված ուժերի տարբեր ներկայացուցիչներ տարբեր վարչություններում ական երկար ժամանակ իրականացնում են չգիտես ինչ գործունեություն։ Հիմա Բրիտանիան է ցանկանում որպեսզի Հայաստանում զինված ուժերը իր որոշակի հսկողություն ունենա, եթե ինք ունի տեսականորեն արտաքին հետախուզության վրա։ Այսինքն ավելի կոնկրետ Լավրովը գալիս է Հայաստանի իշխանություններից բարձրացել դուք հիմա Եվրոպայի հետ եք թե մեզ հետ կոնկրետ այդպես է դրվելու։ Այո։ Այստեղ նույնիսկ խնդիրը Միացյալ Նահանգների հետ լինելը չի։ Կոնկրետ շատ ճիշտ գնահատեցիք։ Եվրամիության Բրիտանիայի հետ եք, թե ոչ։ Եվ տարածաշրջանը նրանց շահերը սպասարկող Ադրբեջանը, Թուրքիայի, թե ոչ։ Եթե մեզ Բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Ռուսաստանն էլ է աշխատում, ինչ խնդիր կա։ Ուրեմն ասեմ ձեզ, Թուրքիան նախ եւ Ադրբեջանը այսօր զինում են, օգնում են Ուկրաինային։ Սա փաստ է, որ մասը Ռուսաստանը գիտի, հասկանալի, հա։ Թուրքիան ինքը բրիտանա-թուրքական մեծ պրոյեկտի հիմնական հանգուցային խաղացողն է, Թուրան կոչված, որը կյանքի է կոչվում կառույցների տեսքով թուրքական պետությունների կազմակերպություն դրոշի ներքո, ընդհանուր բանակ, ընդհանուր դրամ, ընդհանուր պատմություն, այբուբեն, մշակույթ, կրոն, հա, սա շատ առարկայական է։ Եվ սրա պատվիրատուն մեծ հաշվով Բրիտանիան է։ Թուրքիան իհարկե այս խաղի մեջ որպես առաջին ջութակ է։ Թեև իր հետ կարծես թե վերջերս փորձում է մրցակցել նաև Ալիևը։ Այսինքն այդ պրոյեկտի մեջ իր քաշենկարկը բավականին բարձր լինի։ Իհարկե Ռուսաստանի հետ հարաբերվում են, բայց դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանի եւ Բրիտանիայի կամ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը այս տարածաշրջանում համընկնում են։ Այդ երեք գումարած երեք ձևաչափ իմաստը հետեւյալն է, որ կա 6 պետություն, 3 բավականին ծանր քաշային, 3-ը պակաս, նվազ, եւ այդ բոլորի շահերը պետք է համադրվի, ոչ թե հակադրվի, հա։ Հիմա մի քիչ դժվար է իհարկե պատկերացնել, թե Ադրբեջանի շահերը ու Հայաստանի շահերը ինչպես է համադրվելու, բայց այդուհանդերձ որ պատերազմ չլինի։ Այս է համադրվելու շահը պատերազմ չլինելն է։ Հայաստանը չի ուզում, Ադրբեջանն է կրակում անդադ։ Այստեղ Ադրբեջանի վրա չպետք է ավելի շատ ազդել, քան Հայաստանի հետ կապված ճշգրտումներ անել։ Լավ, իսկ ինչու է Ադրբեջանը կրակում, որտեվ անպատիժ է, որտեվ գիտի ուժեղ է, չէ՞։ Իսկ հիմա ինչու Հայաստանի իշխանությունները չեն անում քայլեր, որը մեր ռազմական տեսանկյունից մեր քաշային կարգը լրիվ կարող է փոխել։ Եթե դու չես կարող քեզ պաշտպանել, ապա շատ բնական է, որ դու փորձելու ես ավելի ուժեղ երկրի հետ դաշնակցել, իհարկե մի փոքր ավելի ցածր ստատուսով, դա հավասարի չի, այդպես ինքնախապեյությամբ չզբաղվենք, հա։ Եվ դա առաջնահերթին Ռուսաստանն է, ակնհայտ է, չէ։ Նաև մեր հարևան Իրանը, մեր երեքի շահերը տարածաշրջանում Թուրան պրոյեկտի դեմ դա համընկնում է։ Ավելին ասեմ, ժամանակին 200 տարի առաջ երբ որ Ղարաբաղում մելիքություններ էր ստեղծվում, հա, այդ մելիքությունների ստեղծման, որին եւ Իրանն էր համաձայն եւ Ռուսաստանը իր իշխանության ներքո, դա Թուրքիայի դեմ բուֆերային գոտի էր։ Արցախը բուֆերային գոտի է ստեղծվել, որովհետեւ Թուրան աշխարհը մինչեւ Իրան եւ Ռուսաստան գա, այնտեղ հայկական լուրջ գործոն ստեղծվի, հա, տեղական լուրջ ինքնակառավարումով եւ այլն։ Հիմա Հայաստանը այս ստեղծված իրավիճակում կարող է այդ բուֆերային գոտին բավականին սպառազեն, ասենք Ռուսաստան հետ, պատկերացեք այսպես, Ռուսաստանի հարավում Բելարուս, Հայաստանի ստատուսը ռազմական առումով դառնա որպես Բելարուս, այսինքն Արիշնիկ տիպի հրթիռներ, միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, որը Ռուսաստանի համար խիստ կենսական է, որովհետեւ դրանից հետո, ինչպես ասում են, Թուրքիայի եւ Բրիտանիայի ախորժակը միանգամից փակվելու է։ Պարոն Հապետյան, Լավրովը եկավ, ստացավ Հայաստանի իշխանություններից պատասխան, որ մենք արևմուտքի հետ ենք կամ ամեն դեպքում այդպիսի ուղիղ պատասխան չստացավ, որ Հայաստանը, ինչպես իրենք են նշում, փորձում է բոլոր երկրների հետ հարաբերություններ կառուցել, այլ խոսքով ոչ հստակ պատասխան, որ Ռուսաստանի Դաշնության հետ չի։ Ինչ է լինելու հետո։ Մի այդպես հանգամանքների բերումով ազգային ժողովի խոսնակ անձնավորություն կա, ասում է այսօր դուրս չենք եկել, դուրս չեն գալու հապկից կամ ռուսա այսօր էլ, այսինքն ենթատեքստը ասում է հաստատ դուրս են գալու, բայց ուղղակի դա այսօր չի, դա վաղն է, հա, կամ վաղը չեմ իսուրում, ոչ ժամանակի ուղղակի իմաստով։ Հիմա եթե մենք ենք ընտրություն կատարում եւ այստեղ գալիս է Եվրոպան, Իսկ Եվրոպային այստեղին չպետք է։ Ես ասի Եվրոպան ներկայացնում է Բրիտանիայով։ Բրիտանիային պետք է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ։
ակնհայտ է, չէ։ Դե երկրորդ ճակատ է բացվելու Ադրբեջան եւ Հայաստան պատերազմով։ Երկրորդ ճակատ։ Դա Ռուսաստանի համար ոչ ցանկալի տարբերակ է։ Հիմա այստեղ գնդակը ոչ թե Փաշինյանի, Լավրովի, Ադրբեջանի կամ Բրիտանիայի դաշտում է, այլ մեր ժողովրդի, մեր էլիտաների։ Իրենք կարծում են, որ գիտակցում են այս ամեն ինչը եւ վտանգի չափ եթե համարժեք են գնահատում, ուղղակի նաեւ կեցվածնել համարժեք կլինի։ Որտեվ եթե երկրորդ ճակատ է բացում, Ռուսաստանը համար ցանկալի չէ երկրորդ ճակատ, ոչ Իրանի համար։ Ընդհանրապես այս տարածաշրջանը պայթեցնել որևէ մեկին ձեռք չի տալիս։ Ավելին ասեմ, ձեռք չի տալիս անգամ Ադրբեջանը Թուրքիային։ Բայց այդ պետությունները այս կամ այն չափով կառավարելի պետություններ են դրսից։ Այդ թվում եւ առաջին հերթին Բրիտանիայի կողմից։ Այդ թվում նաև Միացյալ Նահանգներում գլոբալիստներ են ուժերի, որոնք դեռևս պաշտոններ են, այնպես չէ որ Տրամպ եկավ եւ մի օրվա մեջ այդ մի քանի տասնամյակ գլոբալիստների Միացյալ Նահանգներում տարբեր կառույցներում բարձր միջին եւ ստորին խավերում իրենց գաղափարակիցների համախոհների պաշտոններ նշանակել ու միանգամից չազատվեցին այդ գործին։ Եվ հետաբար սա մեզ համար իրոք մարտահրավեր է եւ Փաշինյանի մանևրելը ընդհանրապես ես կարծում եմ նախ ինքը չի մանևրում, ուղղակի իրեն հանձնարարությունները տալիս են ինքը կատարում է, սա մեր երկրի համար, մեր պետականության, մեր տարածքային ամբողջականության հրճագուն մարտահրավեր լինելու։ Եվ հիմա տրամագծային հակառակը, հա, պատկերացնեք, եթե Փաշինյանը իսկապես մտածում է, որ երկիրը պաշտպանված լինի, որովհետեւ մեկը չհարցակվի մեր վրա եւ այլն, եւ դրա համար պետք է ուժեղ դաշնակից կամ ուժեղ հարևան, որի համար նույնիսկ երազել կարելի է ֆորպոստ լինել, այսպես ասենք, հա։ Ես Բելարուսի օրինակը պատական չբերեցի։ Այստեղ գալիս է Հայաստան տեղադրվում է արիշնիկ տիպ հերթերներ, ինչպես ժամանակին Իսկանդերը բերվեց միայն Հայաստան, իդեպ միայն Ռուսաստան ունի, չէ՞, նախորդ իշխանությունների ժամանակ է։ Այսինքն դուք կարծում եք, որ եթե պատասխանն այն լինի, որ Հայաստանը այո թեքում է դեպի ռուսական հարթակ եւ դաշնակցությունը վերականգնում է, անվտանգությունը մեր երաշխավորված է 101%-ով։ Ես ասում եմ, եթե Բելարուսում լիներ, ասենք Փաշինյան 2, դες վստահեցնում եմ, այնտեղ նույն ծանր վիճակն է նաեւ Բելարուսի համար։ Հաշվառում որ այդ պետության տարածքի մի մասը դա, ասենք, լեական հողեր են, հա, երկրորդ համաշխարհից հետո են անցել Բելարուսին, հա։ Եվ այստեղից հետևություն, ես դες վստահաբար եմ ասում, այսինքն եթե դու քո թիվ 1 խնդիրը ոչ թե իշխանություն պահելն է, հա, ասենք գրփածը հարյուրավոր միլիոնավոր դոլարներ, գրփվել է, ել չեմ ասում այն մի քանի միլիարդ դոլարը, որ եկել է ոչ արդյունավետ ծախսվել է, ցանկացած իշխանափոխությունից հետո իսկ իրենք չեն վերարտադրելու, ձեզ վստահաբար եմ ասում, կապ չունի ինչ տեսակ իշխանություն, բայց իրենց վերարտադրություն չի լինելու, իսկ նշանակում է շատ կարճ ժամանակ հետո մեր ժողովուրդը իսկապես բական դառը ճշմարտության առաջ է կանգնելու, թե ինչ են արել սրանք։ Եվ այստեղից բարձ հետևություն, որ եթե ինքը ուզում է, որ իր իշխանությունը ոչ թե մնալ երկիր պաշտպանված լինի, պաշտպանության համար, ասենք, Ռուսաստանի հետ ռազմական նոր կամ են գոյություն ունեցող համաձայնագիրի 95-ին ստորագրած, 97-ին վավերացված, որոշակի արկա իրավիճակում փոփոխությունների կարող է ենթարկվել եւ Հայաստանը այո իսկապես պաշտպանված է, մենք որևէ խնդիր չունենք ոչ Ադրբեջանից, ոչ Թուրքիայից։ Բայց տրամագծային դու հակառակ կեցվածք ես, հա, դրսևորում, ասում ես եվրոպական երկրներ Եվրամիություն գոյություն չունի, գոյություն ունի Բրիտանիա։ Հիմա Բրիտանիայի հետ այդ առումով ավանգարդ կամ շոկեքարշի դերակատարն փորձ է անում ունենալ Մակրոնը, Ֆրանսիան, հա, հաշվառնով ինքը միջուկային տերություն է։ Եվ պատական չի, եւ Ֆրանսիայի դեսպանությունը եւ Բրիտանիայի դեսպանությունը, ասենք, ռազմական գծորդների ներկայության իմաստը ո՞րն է, որը բավականին ցավոտ տանում է բնականաբար, ասենք, Ադրբեջանն ու Թուրքիան, բայց որը քարոզչական դաշտում է այդ ձև տանելը։ Հիմա ուշադրություն դարձեք Ադրբեջանում, օրինակ, ֆրանսիական ներդրումները։ Այդ մեր շահերը պաշտպանող մեր անվտանգություն պահող Ֆրանսիան բարձում է, որ Ադրբեջանը լրջագույն տնտեսական պարտներ է, ընդ որում այդ թվում նաև ռազմարտությունաբերական համալիրում, ասում ձեզ։ Եվ 44 օրյայում տիեզերանավերից ամբողջ հետախուզումը տվյալների տրամադրումը օդուժին, իդեպ 44 օրը այլն ֆրանսիացիները, այդ մեզ շատ սիրող ֆրանսիացիները, երբ մեր դիմաց կիրառում էին զանգվածային ոչնչացման զենք, Ֆրանսիան ընդհանրապես կեցված չդրսևորեց, չեմ ասում, ասենք, նույն Բրիտանիան կամ Եվրամիությունը, այնպես որ յուրաքանչյուր երկիր շահն է հետապնդում, Հայաստանի ցանկացած նորմալ իշխանության թիվ 1 խնդիրը մեր անվտանգության ապահովումն է։ Մեր անվտանգության այսօր երաշխիքը գործնականում այս մարտահրավերների արկայության պայմաններում Ռուսաստանն է, այո, մեր հարևան Իրանը, որը Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ իրեն բավականին ճիշտ որպես բարեկամ երկիր պահել,
շատ մարտահրավերներ մի կողմ նետեց եւ մեր անվտանգության ենք հոգնեց եւ բնականաբար քո անվտանգությունը որ պահում ես արդեն սկսում ես լուծել այլ խնդիրներ այդ թվում նաեւ տնտեսական այդ թվում նաեւ զարգացման եւ այլն իսկ հիմա փաստացի է որ Դամոկլյան սրի նման մեր գլխին կախված է եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ցանկացած բանի ռազմական ագրեսիան որ ինձ հետաքրքիր է Փաշինյանը ինչով է կանխարգելելու ճառերով բանախոսությամբ թե ինքնիշխանության այսպես կոչված ինքնիշխանության իր հիմնական եւ միակ գործիք անցածող իր գլխարկը Թուրքի փափախը Շնորհակալ եմ